ամփոփելու համար 44 օրյա պատերազմը այս պահին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է գերեվարության մեջ, որը մեծ ամոթ է կարծում եմ բոլորիս համար եւ հատկապես ամոթը մենք բազմաթիվ թվարկումներում ենք անդրադարձել, երբ հատկապես տեսնում ես ուրիշ երկրների իրանց գերիների սովորական քաղաքացիների համար ինչեր են անում, անուն առանուն կարդում բարձր ամբիոններում, միջազգային ու ստեղ ինչա կատարում, ես հասկանում եմ, որ ձեզ համար սա նաև անձնական ողբերգություն է հաշվի առնելով ձեր հարաբերությունները պաշտոնաթող նախագահների հետ, Արցախի տարբեր վարկածներ են ասում իրենց գերեվարման հանգամանքների վերաբերյալ եւ հարցնում են մարդիկ արդյոք չունեն իրենք հնարավորություն իրենց կապերի միջոցներով կամ գուցե նաեւ հայաստանյան թե պաշտոնաթող եւ թե ներկա իշխանությունների աջակցմամբ խուսափել այն իրավիճակից, որում իրենք հայտնվեցին եւ եթե թույլ կտակ որպես շարունակություն, դուք արդյոք չունեք մտավախություն այս օրերում, այս մեր ժամանակներում, որ մի օր էլ Ադրբեջանի ղեկավարը կարող է իր այստեղի կամակատարից պահանջել օրինակ ձեր արտահանձնումը եւ սա էլ ոչ միայն ձեր մնացած նախագահների էլ ու դերակատարների ես չեմ կարծում որ բանը դրան կհասնի ես նկատի ունեմ վերջին քո ասածին բայց Արցախի նախկին ղեկավարները ովքեր այսօր գտնվում են Բաքվում այլ ընտրանք չունեն երկու ելք կարող է լինել կամ փախնել գալ Հայաստան եւ դրանով իսկ համ իրենք իրենց վարկաբեկեն ամեն սրանց հնարավորություն տային, շանս տային այդ մարդկանց անխնա քննադատել, ասել դուք ձեր ժողովրդին թողեցիք, եկաք, կամ էլ գնալ ինքնազոհողության։ Այդ մարդիկ ընտրեցին ինքնազոհողությունը։ Սպասեցին այնքան, միջև մարդկանց ճնշող մեծամասնությունը 99.9%-ը անցան այդ անցակետով եւ այնտեղ տարբերակ կար, որպեսզի օդային ճանապարհով իրանց էլ էվակուացնեին, ինչպես էվակուացրեցին արդեն գործող նախագահ Սամվել Շահրամանյանին եւ մի քանի հոգու, բայց որոշ հանգամանքներ թույլ չտվեցին դա անել եւ ես մեծ կասկած ունեմ, որ այդ ցուցակում ընդգրկվել է մարդիկ նաեւ ոչ առանց Հայաստանի միջամտության, որտեղ ինձ համար շատ տարօրինակ է, օրինակ, ինչու ադրբեջանցիները պիտի գործող պաշտպանության բանակի հրամանատարին թույլատրեին սահմանը անցնել, այո, հասնել Հայաստան, իսկ այն պաշտպանության նախարարին, ով արդեն 2 տարի պաշտպանության նախարար չէր, ներառեն այն ցուցակի մեջ, որոնք պետք, այսինքն հստակ, ճիշտ եմ ասում, հստակ ցուցակ է եղել, որով որ այս մարդիկ չպետք է լքեն։ Հստակ ցուցակ է եղել, այդ ցուցակի մասին տեղյակ է նաև Սամվելը Շահրամանյան եւ կարծում եմ կգա ժամանակ ինքը մանրամասն այդ ցուցակի մասին կխոսի։ Իհարկե ինձ համար ցավ է ոչ միայն այն պատճառով, որ մենք տասնյակ տարիների ինքերական հարաբերություններ ունեինք, այլ ցավ է, որ ազգային ամոթ է մեզ համար դա,
ուղղակի ազգային ամոթ է։ Եվ սրանց էս ամեն օր խաղաղություն ասելը ինչ որ հիմք կունենար։ Եթե այս պահին մենք այնտեղ չունենայինք հայ գերիներ, խոսքս ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն է վերաբերում, այլ նաև մնացած հայ գերիներին։ Բա ինչու՞ իմանանք, որ խաղաղություն է։ Որն է սրանց փաստարկը, որ սահմանին չեն կրակում, այդ 18 թվականի սկզբներին էլ չէին կրակում։ Մեկ էլ ծորեն է գալիս։ Հա, Ադրբեջանն ներառել են նոր լոկացիա որպես ծորենի։ Ես դեմ չեմ, որ Ադրբեջանով ծորեն էլ գա, բենզին էլ գա, չգիտեմ, ամեն ինչ էլ գա։ Բայց արդյոք դա համարժեք է նրան, ինչ որ այսօր մենք տեսնում ենք այդ նախապատրաստական աշխատանքները կապված Մեղրիի հետ, Զանգեզուրյան Միջանցքի հետ։ Բոլորովին համարժեք չի։ Քանի որ կարծում եմ միգուցե այս թեմայի մասին չխոսենք, մի անգամից ասեմ, ես դեմ չեմ ապաշրջափակմանը, կողմ եմ, իհարկե կողմ եմ։ Դրա համար եք բանակցել, էլի, պարոն նախագահ, այսինքն այդ բանակցային գործընթացի մեջ այդ պարտադիր պայմանը չի եղել լուծվելուց հետո։ Կար, ես նկատի ունեմ արդեն կապիտուլյացիայից հետո։ Հա, անգամ հիմա։ Անգամ հիմա, այո, բայց սկզբի համար անհրաժեշտ էր խոսել, բանակցել մի այլ ճանապարհի մասին։ Բաքու, Ղազախ, Իջևան, Երևան։ Հա։ Ու Երևանից արդեն Նախճեվան է։ Երկաթուղային է դա։ Չգիտեմ, Երկաթուղային, չէ՞։ այո, այնտեղ շատ ավելի քիչ ներդրումներ են պահանջում, քան Մեղրիի հատվածում։ Անենք, տեսնենք հնարավորությունները օգտագործեինք այդ երթուղու որոշ ժամանակ, հետո կարելի էր նաև Մեղրիով էլ անել։ Բայց ոչ այս պայմաններով։ Ինչ է նշանակում անխոչունդոտել։ Ես այս թեմայով շատ բան չանեմ, շատ չխոսեմ։ Այս թեմայով մշտապես խոսում է մեր պաշտոնաթող վարչապետ, պաշտոնաթող ազգային ժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, որը շատ մանրամասն բացատրում է այս իմ ասացի առավելությունը այսօրվա վիճակի նկատմամբ։